բոլորս հավաքվել ենք մի մեծ առաքելություն կատարելու համար։ Դուք գիտեք, որ 22-ամյա Ադամյանների տարածում է Արյան քաղցկեղի հիվանդության շատ ցավոք, որին օգնություն է պետք և հոգեպես, և ֆինանսապես, և մենք մտածեցինք, ես նախաձեռնեցի այս համերգը բազալյարույթի օգնությամբ, որպեսզի մենք մեր ներդրում ունենանք առողջացման հարցում, որպեսզի երիտասարդներով հավաքվենք, համախմբվենք ու հասնենք մեծ հաջողություններին, որովհետև մենք հայ ենք, մեր հայրենակիցը այս պահին դժվարության մեջ է, որին մենք պետք է օգնություն ցուցաբերենք, պետք է հիշենք, որ մեր պապերը իրենց կյանքն է տվել, որ այսօր խաղաղ Հայաստանում ապրենք, իսկ մեզնից միայն պահանջվում է, որ մենք միասնական լինենք, օգնենք միմյանց ու պահենք, պահպանենք և ծաղկեցնենք այն Հայաստանը, որը մենք այսօր ունենք։ Հատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որոնք նախաձեռնության առաջին վայրկյանից մինչև այս վայրկյանը և համերգի վերջին վայրկյանը մեզ հետ են, և դրանից հետո, եթե հաջողության կսակվի այս ամենը, գուցե և շարունակություն կունենա մեր բարեգործական համերգաշարը։ Մասնավորապես պետք է նշեմ Հայեր.com կայքը, ով երբ իմացավ, որ մենք այսպիսի նախաձեռնություն ենք անում, առաջինը արձագանքեց, որ և ամբողջ նախաձեռնության ընթացքը և համերգը կլուսաբանի մեր կողքին կանգնած է Էդմոն Մակարյանի գլխավորությամբ։ Պետք է նշենք արձանանք ռազմահայրենասիրական ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանին, որ միշտ մեզ հետ է, միշտ սատարում է ցանկացած նախաձեռնություն, որը կոչված է հայրենիքին ծառայելու և հայ ազգին։ Սաթիկ Սեյդանյանին պետք է նշեմ, որը հարգելի պատճառներով այսօր այստեղ չէ, Վապկեն Հարությունյանին և Վարդան Միրաքյանին, որը ևս այստեղ չէ, բայց ոչները մեր նախաձեռնությունը ևս և հիմա և հետագայում լինել է մեր կողքին։ Եվ ձեր թույլտվությամբ, ինչպես նախապես արդեն նշել եմ, մենք ունենք այսօր հյուր, որը կանի մեր համերգի բացումը և եթե հետո կամեն համերգաշար ունենանք, ինքը միշտ իր օգնությամբ մեզ հետ է լինելու, մեր Տեր շնորհում ենք։ Գարանզատներ, բարեկամներ, մարդիկ ովքեր որ անտարբեր չեն դիմացից հավեն, շատ ուրախացա, երբ որ մեր ինչումներ, որովհետև մեր եկեղեցու չափում բնականաբար մերն է, ձեր ներկայացած մերն է առաջին, նման նախաձեռնության հանդես եկավ և իրեք ինչն է ողջունելն է, որ ամենակարևորը, որ դու հավատում ես Աստծուն և քո ապրած կյանքը դառնում է ապացույց քո հավատքի։ Մենք շատ ենք խոսում մեկս մյուսին սիրելու մասին, շատ ենք խոսում։ Առավոտից մինչև երեկո տեսնում ենք մեկս մյուսին, համբուրում ենք, ասում ենք, որ սիրում ենք։ Գուցե այդ մակարդակի վրա մնում է մեր սերը, բայց վստահ եմ, որ Քրիստոս մեզանից դա չէ պահանջել։ Քրիստոսի պահանջածը հետևյալն է, որ մենք դիմացինի ցավով ապրենք, մեկը մյուսի հոգսերը տարենք և դրանով Աստծո օրենքը կատարածենք։ Ահավասիկ ավետարանական խոսքը, որ մեզ պատգամում է ապրելու կերպը, կենսակերպը, չկա ուրիշ մի կոդեքս, չկա ուրիշ մի կրեդո, որի համաձայն մարդը կարող է կյանքի ընթացքում ապրել։ Միայն մեկն է, սիրի դիմացին ինչպես քո անձը։ Ասում ենք այստեղ հավաքվել ենք, որպեսզի մեր ներդրումը ունենանք, հոգեպես, ֆիզիկապես, նյութապես, որովհետև վերջի վերջո ինչքան էլ մենք մեկես մյուսին ասենք, որ սիրում ենք և փորձում ենք կողքի լինել, այնուամենայնիվ կա այսօր երկրում մի բան, որը որ ֆինանսն է, որը որ շատ դեպքերում երբեմն ինչպես մարմնացնում լույս է տալի գիշերով։ Այսպես լույս տալու պարագան չէ, սակայն վստահ, որ յուրաքանչյուրին ներդրում կլինի թե տոմսերի գումար, կամ մեկը ինչով կկամենակ նջատություն կկատարել։ Առաջին հերթին մենք պետք է հասկանանք, որ դա անում ենք մեզ համար։ Ինչու մեզ համար, որովհետև մենք կատարում ենք ոսկե օրենք, ինչ որ անում ենք մեզ, ուզում ենք, որ մեզ համար կատարում ենք, պետք է դիմացի համար։ Եվ չմոռանանք նաև շատ այլ ուրախությունների օրինակներ, որ կան ավետանում և ամեն առաջինը այլի կնոջ Լումայի պատմություն, երբ որ կինը ամենաչունեցածը իրենից փոխեց և բերեց գանձանակը դաչարի, սիրով, ուժալությամբ։ Մենք այսօր այստեղ ենք նաև որպեսզի օգնենք և մեր ոգևորությամբ, ոգևորենք և ոգեշնչենք դեպի, որը
այս գեղեցիկ նախաձեռնության համահեղինակներից է, մասնակիցներից է, եւ ես վստահ եմ, ներին ասած, եթե հաջողությամբ կսարքվի, վստահ եմ, որ եթե չէ, հաջողությամբ պիտի կսարքվի, հակառակ անիմաստով ենք հավաքվել։ Ոնց քիչ է, 20-30-40 հոգի, բայց այն բանը, մեկ ծախողել է գարուն գալիս, մեկ ձեռներ է ծախ գալիս, մեկ պատերներ է վաճառեցնում։ Այնպես որ ամեն ինչ կախված է մեզանից։ Սիրեք նույնպես մյուսին եւ չմոռանանք հայացում մենք ինչի համար ենք հավաքվել, որպես Սատարենիների Ադամյանին եւ ինչպես մենք ասում ենք իրադաշի երկերով նաեւ մեր հոգին լեցնենք եւ նաեւ մեր ապօրինը մշտապես Սատարենի բոլորն ոնց կարիք ունեն մեր սիրո, մեր ներկայության, մեր աջակցության։ Մաղթենք հաջողությունների, ուշքարություն, աստորություն անպակաս եւ մեզ որպես լավ հայ օգնիների եւ հայերեն գեղեցիկ